Հարգելի գործընկերներ, Տիկին Վարդանյան, ինչ մեղք ստացեմ, չդիմացա եւ ես կարծում եմ, որ դուք ձեր ելույթով, որում կրկին առանց վիրավորելու միտումի բավականին պարզունակ մտքեր էին, բայց ինքը ելույթը էլի մեր կենտրոնական բանավեճի մասին է, էլի եւ այս գումարման ազգային ժողովում եւ նախորդ գումարման ազգային ժողովում։ Ես ուզում եմ ուղիղ պատասխանել ձեր տրված հարցերին, այն ինչ ասեմ, ֆունդամենտալ հարցին։ Ասում եք, չեք պատասխանում պարզ հարցի, թե որտեղից են գալիս մեր սպառնալիքները։ Հիմա ես ձեր հարցին կպատասխանեմ, հետո կփորձեմ մեկնաբանել ձեր հարցը ու ձեր հոգեկերտվածքը ու ձեր կուսակցության հոգեկերտվածքը, որը բերում է այդ հարցին։ Ձեր հարցի պատասխանն է հետևյալը։ Մեր սպառնալիքները գալիս են Ադրբեջանից, որովհետև Ադրբեջանի հետ մենք չունենք խաղաղություն, այլ շուտ ունենք խաղաղություն, բայց այդ խաղաղությունը դեռ անշրջելի չի եւ վերջնականապես ինստիտուցիոնալիզացված չի, այսինքն խաղաղության դեռևս անշրջելի չդառած խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ միանշանակ եւ աներկբայորեն սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։ Մենք ունենք սպառնալիք Թուրքիայի կողմից, որովհետև ունենալ անմիջական հարևան եւ հարևանի հետ ունենալ փակ սահման, առնվազն տնտեսական սպառնալիք է։ Չունենալ հաստատված դիվանագիտական հարաբերություններ, առնվազն դիվանագիտական սպառնալիք է։ Գտել կասեի, բայց դե լավ, չհեռանանք այդտեղ, ասենք, կան այլ սպառնալիքներ, օրինակ, բավարար չդիվերսիֆիկացված տնտեսական կապերը կամ անվտանգային կապերը, չգիտեմ ինչ ասեմ, էներգետիկ ռեսուրսների, աղբյուրների եւ տրանզիտի ճանապարհների բավարար դեռևս չդիվերսիֆիկացված վիճակ եւ այսպես շարունակ։ Սրանք են սպառնալիքները։ Բայց ո՞րն է մեր եւ ձեր տարբերությունը։ Մենք տեսնում ենք սպառնալիք, մենք ուզում ենք վերացնել այդ սպառնալիքը, այսինքն չեզոքացնել սպառնալիքը։ Տեսնում ենք չկա անշրջելի խաղաղություն Ադրբեջանը։ Սկզբից նախ տեսանք, որ չկա խաղաղություն, հասանք այդ խաղաղությանը։ Հիմա տեսնում ենք, որ դեռ անշրջելի չի, ուզում ենք իրենց անենք, որ լինի անշրջելի։ Տեսնում ենք, որ դեռ 100%-ով ինստիտուցիոնալիզացված չի, ուզում ենք ինստիտուցիոնալիզացնել։ Թուրքիայի հետ տեսնում ենք փակ սահմանա, տեսնում ենք, որ դա սպառնալիք է մեր տնտեսվարողների համար եւ ընդհանրապես։ Բանակցում ենք, որպեսզի գանք որևէ լուծման, ընթացքում էլ քայլ-քայլ առաջ ենք գնում եւ մնացած կետերով։ Հիմա մեր եւ ձեր տարբերությունը այդ է։ Մենք տեսնում ենք սպառնալիք, փորձում ենք լուծում գտնել։ Դուք տեսնում եք սպառնալիք եւ որոշում եք կթել այդ սպառնալիքը։ Հասկանում եք, դաշնակցության պատմությունը 1920 թվականից սկսած մի պատմություն է սպառնալիքները կթելու մասին։ Դուք ընդ որում այդ սպառնալիքների մի մասը նոր չի, որ գոյություն ունի։ 1918-ից 20 թվականներին էլ գոյություն ունեն։ Բայց դուք բան եք անում, դուք ապրում եք, դուք լավ, նա ուրիշ բառ եմ ուզում ասել, բայց լավ, դուք սնվում եք սպառնալիքով, հասկանում եք, որովհետև եթե դուք չկարողանաք ձեր կենացները ասել, ձեր գոյության իմաստը կորելու է, եւ եթե չլինեն այդ սպառնալիքները, էլի ձեր գոյության իմաստը կորելու է, հասկանում եք, որովհետև դուք դրա համար գոյություն ունեք։ Դուք գոյություն ունեք, որ ամեն օր գաք այս ամբողջ ասեք, գիտեք ինչ կա։ Թուրքիան մեզ համար սպառնալիք է, հասկացանք, դա բոլորը գիտեն, բոլորը, Հայաստանում ոչ ոք չկա մարդ, որը չիմանա, որ Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ սպառնալիք են, կամ որ չիմանա, որ վերջնական ինստիտուցիոնալիզացված խաղաղության բացակայությունը Ադրբեջանի հետ սպառնալիք է։ Եվ շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես ֆրցնում եմ եւ այդ հարցը վերաձևակերպում եմ, լրեք, եւ վերաուղղում եմ ձեր հետ։ Տիկին Վարդանյանը ինձ հարց տվեց, ասեց Ռուսաստանը սպառնալիք է, խնդրում եմ գրանցվեք, մի վայրկյան, պարոն Վարդևանյանը, երբ որ ելույթ ունենա, դրանից հետո նորից ելույթերի գրանցում կլինի։ Ես խնդրում եմ, գրանցվեք, եկեք եւ հստակ պատասխանեք այդ հարցին։